Ես եմ ճշմարիտ որդը և իմ հայրը մշակն է, ամեն մի ճյուղ, որ ինձ անում է և պտուղ չի բերում, նա կտրում է, և ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում, նա զտում է այն, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Արդ դուք մաքուր եք այն խոսքի միջոցով, որ ես ձեզ խոսեցի, մնացեք իմ մեջ և ես ձեր մեջ, ինչպես ճյուղը չի կարող ինքն իրենից պտուղ բերել, եթե որդի վրա չմնա, այնպես էլ դուք չեք կարող, եթե իմ մեջ չմնաք։ Ես եմ որդը, դուք ճյուղերն եք, նա որ մնում է իմ մեջ և ես նրա մեջ, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկն իմ մեջ չմնա, նա ճյուղի պես դուրս կնետվի և կչորանա, և մարդիկ կհավաքեն դրանք ու կգցեն, և նրանք կվառվեն։ Եթե դուք իմ մեջ մնաք, և իմ խոսքերը ձեր մեջ մնան, պիտի խնդրեք, ինչ որ կամենաք, և այն պիտի լինի ձեզ։ Իմ հայրը կփառավորվի դրանով, որ դուք շատ պտուղ բերեք, այդպես դուք իմ աշակերտները կլինեք։ Ինչպես իմ հայրն ինձ սիրեց, այդպես ես ձեզ սիրեցի, հարատևեք այդ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանները պահեք, իմ սիրո մեջ պիտի մնաք, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի և մնում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները ես ձեզ հետ խոսեցի, որ իմ ուրախությունը ձեր մեջ մնա, և որ ձեր ուրախությունը լրիվ լինի։ Սա է իմ պատվիրանը, որ դուք միմյանց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ավելի մեծ սեր ոչ մեկը չունի, քան սա, որ մարդ իր կյանքը դնի իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Այսուհետև ես ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է անում, այլ ես ձեզ բարեկամներ անվանեցի, որովհետև այն, ինչ որ ես իմ հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ սահմանեցի, որ դուք գնաք և պտուղ բերեք, և որ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ դուք իմ անունով խնդրեք հորից, նա ձեզ տա։ Այս է իմ պատվիրանը, որ դուք միմյանց սիրեցեք։